Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս էլի ժողովուրդ, այսօր մարտի 30-ն է, առավոտյան ժամը 9:30 տեղական ժամանակով, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այս ձայնային հաղորդակցությունը հիմնականում հասցեագրված է արցախցիներին եւ այն հայերին, որոնք որ մտահոգված են Արցախի ճակատագրով։ Սիրելի հայրենագիտներ, Ես էլ որի անգամն է ես տեսնում եմ, որ մի խումբ արցախցիներ այս կամ այն վարչապետի թեկնածուի հետ հանդիպման ժամանակ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի ևս, հարց են տալիս, Արցախի հարցը փակված է թե ոչ։ Այդ լավ եք անում, որ հարցնում եք, ճիշտ եք անում, շարունակեք հարցնել։ Բայց դուք հարց եք տալի, Արցախի հարցը փակված է թե չէ։ Այդ մարդասպան երևույթը, ասում է Նիկոլ Փաշինյանը ինձանից հարուստ է։ Ուզում եմ ասեմ, պարոն Քոչարյան, քեզ Ղարաբաղցին հարց է տալի, Արցախի հարցը փակված է թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը քեզանից հարուստ է թե աղքատա, այդ հարցը ով է քեզ տվել։ Այն որ դու թալանը գմփեցրել ես, դրա մասին ոչ մի խոսք։ Այդ գրուկա պեչատուկա 0 դրամով եկա դարա միլիարդատեր։ Այն որ 37-39 հոգու դրիս սպանիր, մորթիր, պրտիր, Վազգեն Սարգսյան, Դեմիրճան եւ Փարիր Արևիտակ, դրա մասին ոչ մի խոսք։ Այն որ Լուսային պողոտա, այրոպորտներ, բանկեր, հողեր, մողեր, չգիտեմ, դեսպանատների տարածքներ եւ այլն, սա լափ է կողել ես հետանցքդ, դրա մասին ոչ մի խոսք։ Այն որ Արցախը նաեւ դու հանձնեցիր, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը դա պարլամենտական երկիր է եւ այս իրավիճակի պատասխանատուն պարլամենտն է, իսկ պարլամենտում դու ես նաեւ վերընկած քո թմի հետ միասին, քո հայաքվեով, քո այո ոչով եւ այլով կիրանց վերզոր հայաքվե եկան Արցախը տանք թե չտանք, այդ հադրոնները, այդ շոուները կինո Մոսկվայի պատերի տակ, պորնիկ հարցից հետ միասին։ Վերջո վեկալակ տվի, հիմա ես չգիտեմ, այդ լավ են արել որ այդ հարց տալիս է, շարունակեք տալ, բայց հարգարժան արցախցիներ, հարգարժան հայրենակիցներ, լավ եք անում հարցում եք, բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք, բոլոր այն անձինք, որոնք այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում առաջադրվում են որպես վարչապետի թեկնածու, դրանց բոլորի համար Արցախի հարցը փակված է, հայտարարում են պաշտոնապես, թող որևիցե մեկը հիմա, էդի կլնի են պիցա սամոն, էդի կլնի են, ով ասեմ, Նիկոլի հանգամակը բանը պարզա, Էլով կանդեղ, հայաց չիչացներից որևիցե մեկը, թող հլնի ասի, որ ոչ, Արցախի հարցը փակված չի Վարդան Ղուկասյան, ես էլ եմ հայտարարում, փակված չի եւ արցախցիները պիտի վերադառնան Արցախ, ինչ գնով էլ որ դա լինի։ Ես դրա մասին ասել եմ եւ ասում եմ, ես չեմ համակերպվելու եւ չեմ ընդունելու, որ Արցախը պիտի լինի ինչ որ մի այլ պետության կազմի մեջ, որը երբեք չի եղել։ Ես ասել եմ եւ ասում եմ, որ Արցախը երբեք չի լինելու որևիցե մի այլ պետության սեփականությունը, եթե այնտեղ հայ չի ապրելու, այնտեղ չի ապրելու ոչ մեկ, այնտեղ չի գանալու, գանացի հանգիստ ապրի, հասկանալի է, եւ եթե որևիցե մեկն ասում է, որ այդ հարցով մենք վտանգի տակ ենք դնում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, նա իմ ոտերը, մինիմում ոտերը, չեմ ասում, մնացած տրոսիկ մայկա եւ այլն, կերելա, բառից ամենաբուն իմաստով, երկիրը պահում են բանակով, չունես բանակ, այո, ով ասես, կգա կեթա, կմտնի, կհանի, կդնի բերանդ, անկախ սեռական պատկանելությունից։ Ազգը պիտի ունենա բանակ, երկիրը պիտի ունենա բանակ, տնտեսություն եւ մաքսիմալ 0 կոռուպցիա։ Այն որ այդ հարցերը տալիս եք, դուք շարունակեք տվեք, աջուձախ տվեք, բայց նորից եմ ասում, ոչ մեկ չի ասելու, որ այո, Արցախը վերադառնալու է Հայաստան։ Ով որ կասի դա պատերազմական, ռազմական հայտարարություն է, դա բոզի տղա է, այտենցներին մի լսեք։ Ով որ կասի, որ Արցախը դա բանը պատուհաս է հայ ժողովրդի գլխին, դա բոզի տղա է։ Այտենց բան ասողը վաղակասի Շունիկը պատուհաս է հայ ժողովրդի գլխին, Սևանը պատուհաս է հայ ժողովրդի գլխին, բանը Երևանը պատուհաս է հայ ժողովրդի գլխին։ Նայեք մեր կողի հարևանին, նայեք եւ սովորեք, ընդօրինակեք, ում հետ է քյալա տալի եւ ոնց է քյալա տալի։ Քյալա տվող մարդու կողքը միշտ կգտնվեն դաշնակիցներ, միշտ։ Բայց եթե դու քյալա տվող չես, եթե դու քո հողը պահող չես, ոչ մեկ չի գալու քո կողքը կանգնի որպես դաշնակից։
Եվ դու իրավունք չունես, սիրելի հայ ժողովուրդ, նրան մեղադրելու, որ մեզի չեկան տիրություն չերին։ Ոնց որ ասեն ռուսը մեզ չօգնեց, բայց պիտի օգներ, դու քեզ օգնեցիր։ Միլիարդ ու կես պարազինությունը որի տակը դրած, կարմիր բանտիկով հանձնի թուրքին դուրս եկա, ով քեզ պիտի գա օգնի։ Եթե դու դաշնակից ես ուզում, քո դաշնակիցը պիտի տենաս, դու կռվող տեսակ ես, թե ոչ։ Եթե դու կռվող տեսակ չես, քեզ ոչ մեծ դաշնակից չի լինելու։ Այն հայատ իջածներին եմ ասում։ Սիրելի հայատ իջած անուշ ապերներ։ Քոչում, որ դուք տենում եք մի հատ երևույթ, ով կողից անցնեմ դառնում խփմա գլխին։ Ու այդ երևույթն էլ չի պատասխանում։ Այդ երեխան չի պատասխանում։ Մի անգամ դու կարող ես երեխու տեղը խոսած որպես տարիքով մեծ, լավ երկու անգամ, երրորդ անգամ էլ չես խոսակ, ասես էսի չմոյա։ Բայց երբ որ տենում եք մի հատ երեխա, ում որ մի հատ տարիքով մեծ կամ ֆիզիկապես մի քիչ պինդը նեղմա, իսկ այդ երեխան կարև եկալ ընտալում այդ ֆիզիկապես պինդ կամ տարիքով մեծի քալի մեջ ինչ էիք ասում կողից։ Մեկ լավ արիր, բալիկ ջան, մի հատ էլ խփի։ Ու հել գալիկայնում եք բալիկ ջանի կողը ճիշտ է։ Այդ նույնը քաղաքականության մեջ է։ Եթե խոշոր երկրները տենում են, որ այն փոքր երկիրը, այս շագանջում քնածա, ու այդ երկրի ղեկավարը դրած ասում է լավ եք անը, մեզի բռնաբարեք, ծծրեք, ճիշտ եք անն, մենք պիտի հրաժարվենք սրանից, էլ որ մեկը պիտի գա եւ Հայաստանի Հանրապետությանը պաշտպանի, ռուսը, չինացին, գերմանացին, ֆրանսիացին, պարսիկը, ով, ոչ մեկ։ Եթե դուք հո ինքնասիրություն արժանապատվության վրա թքած ունես, ասում ես ցեղասպանություն չի եղել, Արարատը մերը չի, քրիստոնեությունը վատ բան է, մեսով Մաշտոցի նկարը տենալու համար պիտի QR կոդ ունենաս, չգիտեմ թուրքը մեր բարեկամը եւ այլ, այդ ով պիտի քեզ պաշտպանի, ընկեր հայ ժողովուրդ, ոչ մեկ։ Ինչ իրավունք ունես դու սրանից նեղանալու։ Ադոր համար պիտի բանակ ունենաս, իսկ այսօր ինչ են ան, դրանց բանակի մորը բռնաբարին, շինին տարու կես, փող ունես վճարի մի գնա, եւ այսինքն, չգիտեմ, այն գնացող զինվորներ ուրիշ ձև են խոշտանգում ու նվաստացնում, խաչ մի քիչ, չգիտեմ, ես մի արա, այն մի արա։ Շարունակեք հարցեր տալ այդ տաշիրական, մաշիրական այդ հացաբուրգեղեներին եւ այլն, որոնք որ այսօր լզում են Նիկոլի տակը ու իբր թե ընդդիմությունն է, հələ հարցը բերթում էլ եղել է, թե չէ։ Ես էդ էլ եմ արդեն կասկածանքի տակ դնել, որ այդ ժամանակահատվածում ինչ որ ինքը նստած է եղել, ինքը իրականում նստած է եղել, թե չգիտեմ, այդ ինչ որ միտեղ քաքս է կերել։ Էդ էլ է հələ հարց։ Դուք ձեր համար հարցերը տվեք եւ կողմնորոշվեք։ Անալիզ երեք, ում պիտի ձայն տաք։ Արժանապատվություն, ինքնասիրություն, ազգայնական կուսակցության ղեկավարին եւ կուսակցությանը, թե այսպես դուրս բրծուկ բոզի տղեկ են, որոնք որ մտածում են, ասում են, այնից հարուստ տալ, այնան ինչ հարց են տալում, այն ինչա պատասխանում։ Մտածում են, ով ումից է հարուստ, ով ոս պիտի գա նորից թալանի, ոչ մի նախկին էլ չի դատվում։ Ումը հարցում ես, ասում են, դատարանը պիտի որոշի, կողեմ դատարանը, ինչ դատարան։ Ես լուբոյ դատավորին տալի մեջ փոխտի, մարդասպան ինքասի դու արդարացված ես, աջողություն, այդ այսօրվա դատարանները։ Սա է ուզում ասեի, այսքանը հայրանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։